Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Ողջույն պարոն Խուրշուդյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Այսօր քաղաքապայմանագիր կուսակցության 7-րդ համագումարն է, ելույթ է ունեցել Փաշինյանը եւ հետաքրքիր ձևակերպումներ ունենք այսօր Փաշինյանից, մի քանիսին անդրադառնանք այժմ։ Նախ առաջինը նա հայտարարել է, որ հռչակվում են քաղաքապայմանագիրը հռչակում է Հայաստանի 4-րդ հանրապետությունը եւ նա ասում է 3-րդ հանրապետությունը մեր տունն է, բայց ուզում եմ կենտրոնանալ 4-րդ հանրապետություն հիմնելու վրա եւ շարունակում է քաղաքականության տրամաբանությունը պետք է դառնան այդ իրականության մասը, նոր սահմանադրություն պետք է արտացոլի այդ սկզբունքները իդեպ հայտարարվեց նաև, որ ընտրություններում հաղթելուց հետո վստահ են երևի թե որ պետք է հաղթեն, քաղաքապայմանագիրը հանրաքվեի միջոցով նախաձեռնում է նոր սահմանադրության ընդունումը։ Եվ այսպիսի ձևակերպում կար նոր քաղաքական իմաստի ամրապնդումը պետք է լինի ժամանակակից Հայաստանի գաղափարախոսության մեջ։ Եվ այսպես հռչակվում է 4-րդ հանրապետություն, ինչ է դա նշանակում, ինչու 4-րդ, նոր սահմանադրություն է ընդունվում, որի մեջ պետք է լինի նոր քաղաքական իմաստի ամրապնդում եւ գաղափարախոսություն։ Ինչի մասին է խոսքը, ինչին է պատրաստում հասարակությանը, ինչին պետք է պատրաստ լինի հասարակությունը։ 4 հանրապետության գաղափարը նոր չէ, ես ինքս էլ եմ արտարծել այդ գաղափարը դեռ նախկին իշխանությունների օրոք, որտեղ միշտ էլ ընկալում է եղել, որ ռազմավարական եւ հիմնային փոփոխություններ կարող են լինել ոչ թե պարզապես իշխանությունները փոխելով, այլ մտածողություն փոխելով հասարակության մեջ։ Եվ այդ ձևակերպման տակ բավականին լայն շերտեր են թաքնված, որոնք տարբեր մարդիկ տարբեր կերպ կարող են անցալել եւ ներկայացնել, Նիկոլ Փաշինյանը մի կերպ է անցալում, ես երբ որ դա ասում էի ժամանակին մի քիչ այլ կերպ է անցալում, բայց այնպես չի որ լիովին հակասում է իմ անցալումները այսօրվա հռչակած անցալումներին, որտեղ այո, խոսքը գնում է մտածողության փոփոխության մասին, խոսքը գնում է տարածաշրջանի անցալման մեր ունակության եւ տարածաշրջանի հանդեպ մեր վերաբերմունքին, խոսքը գնում է հայրենիքի, պետականության, ազգի, քաղաքացիության այդ կոնցեպտներին վերաբերելիության մասին, վերջը խոսքը գնում է աշխարհի հետ հարաբերվելու մասին։ Եվ մեր պատմական մտածողությունը, պատմական կոնցեպտներով, պատմական մոտեցումներով այդ մտածողությունը իրականում մոդեռնիզացման, արդիականացման կարիք ունի, դա փաստ է։ Հիմա հնարավոր էր դա անել առանց ամբողջ հանրապետություն փոխելու, 3-րդը 4-րդով փոխարինելու գաղափարի, ինձ թվում է այդ 4-րդ հանրապետությունը ընդհանրապես գալիս է ցույց տալու, թե ինչքան արմատական է այն փոփոխությունը, որը անհրաժեշտ է անել, բայց ես չեմ կարծում, որ պարտադիր է դա անել, ուղղակի դա իշխանության մոտեցումը դա է։ Դե նոր գաղափարախոսության մասին է խոսվում։ Ընդհանրապես գաղափարախոսություն բառակապակցությունը մի քիչ շատ խնդրահարույց է, գիտեք, ես կողմնակից եմ այն մտքին, որ գաղափարախոսություն ասած ազգային գաղափարախոսություն է, դա ասում են, չէ, ժամանակին դեռ առաջի իշխանություններին մեղադրում էին, որ իրենք ազգային գաղափարախոսության չեն հետևում, բայց որն է այդ ազգային գաղափարախոսությունը, եւ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ դա կեղծ կատեգորիա է, ես հասկանում եմ իր ասածը եւ այն ժամանակ էլ հասկանում եմ եւ երբ որ քննարկում ենք գործընկերների հետ, իմ տեսակետն էր, որ ընդհանրապես գաղափարախոսությունները ունիվերսալ են լինում, չեն լինում ազգային։ Այսինքն գաղափարախոսությունը, լիբերալիզմը, պահպանողականությունը, սոցիալ-դեմոկրատիան, այդ բոլորը ունիվերսալ գաղափարախոսություն, որ ցանկացած ազգի մեջ կարող են ունենալ իրենց իհարկե անկալումները, բայց դրանից չի փոխում դրանց էությունը։ Իսկ իրենք փոփոխվող են։ Գաղափարախոսությունները ազգի, այո, կարող են ադապտացվել, տեղայնացվել ցանկացած երկրում բնականաբար։ Բայց որն է ազգային գաղափարախոսությունը, ասել որ օրինակ, չգիտեմ,
ներդեհականությունը, հա, ասել, որ դա գաղափարախոսություն եւ ազգային գաղափարախոսությունն է, պետք է նախ հասկանալ, ուրեմն ինչ է ներդեհականություն, դա լիբերալիզմ է, իսկ զգալի մասով այնտեղ կա լիբերալիզմ, դա ազգայնականություն է, իսկ այնտեղ կա ազգայնականություն, այսինքն սինթեզը ինչ ձևակերպում է, ինչ համամասնությամբ է այդ սինթեզը, մի խոսքով, այդ շատ շեղվեմ այդ ուղղությամբ, բայց Համենայն դեպս, ուրեմն նոր մոտեցումների առնվազն, այսպես ասենք, եւ նոր ընկալումների, նոր մտածողության կարիք կա, որովհետեւ մենք գտնվում ենք մրցակցության մեջ, աշխարհում մեծ մրցակցություն է տեղի ունենում եւ շահելու են այն ազգերը, որոնք որ ժամանակակից մեխանիզմների, ժամանակակից մեթոդաբանությունների, ժամանակակից արժեք համակարգերի, տեխնոլոգիաների հարիր մտածողություն ունեն։ Պարոն Խուշտյան, մեկ հարց, երկրի շահերը եւ գաղափարախոսությունը դրանք իրար հետ պետք է ինչ-որ ձևով առնչվեն, թե չէ։ Ես դրա մասին եմ ասում, այսինքն եթե դու հնացած խոչընդոտներ հարուցող, քո զարգացման համար խոչընդոտներ հարուցող, քո հարևանների հետ հարաբերվելու համար խոչընդոտներ հարուցող արժեհամակարգ եւ գաղափարական հենք ունես, հա, գաղափարախոսություն չասենք, գաղափարական հենք ասենք, հա, մտածողության տեսակ ասենք։ Դա քեզ խոչընդոտելու է զարգանալուն եւ նաեւ շատ դեպքերում մղելու է շատ հարցերում ֆալստարտների, այսինքն անխոհեմ քայլերի, որը բխում է հայրենասիրության քո ժամանակակից ընկալումից եւ դա բերելու է քեզ նորանոր պարտությունների։ Պարզ օրինակ բերեմ։ Երբ որ 23 թվականի հարձակումը եղավ Արցախի վրա, բոլոր հայերի մոտ ես վստահ եմ կար մղում ինչ որ կերպ պաշտպանել, հա, արցախցիներին։ Ուրեմն ինչ էր դրանից բխելու, որ Հայաստանի Հանրապետությունը թույլ չտալու համար դեպորտացիա հայ բնակության, իսկ այն ժամանակ տեսանելի էր արդեն, որ խոսքը բնաջնջման մասին չի, այլ դեպորտացիայի մասին է, հա, Ադրբեջանի կողմից պլանավորվում, բայց դա էլ ցեղասպանության տեսակ է ըստ էության։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը պետք է ռազմական միջամտություն կիրառեր, որպեսզի փորձեր պաշտպանել Արցախայցությունը, հա։ Պարզ հայրենասիրական մղումը, պատմական մտածողության վրա, որ մենք այսքան ժամանակ անդադ կորցրել ենք, հիմա էլ չկորցնենք, գնանք փորձենք ուրեմն օգնել եւ փրկել, շատ ազնիվ մղումը, ինչ հետևանքներ ունենալու իր հետ։ Պարզը չէ, երբ որ մենք չունենք այդ հնարավորությունը ռազմական, չունենք միջազգային այդ աջակցությունը, որպեսզի այդպիսի միջամտություն եւ ունենք մյուս կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում միջազգային հանրության կողմից եւ մեր ցանկացած ներխուժում, նույնիսկ Արցախայցության աջակցելու նպատակով եւ էթնիկ զտումը կանխելու նպատակով առնվազն աջակցություն չէր ստանալու միջազգային հանրության կողմից, չէին դատապարտի, հասկանալի է, որտեղ ամեն դեպքում Ադրբեջանը այդ ռազմական հարձակմամբ էլ ինքն էլ խախտում էր կատարում միջազգային իրավունքի։ Այդ թվում Մինսկի խմբի շրջանակներում ձևավորված այդ ուրեմն խաղ կարգավորման փաթեթի, որտեղ նշված է առաջի կետով, որ առանց ուժի կիրառման այդ ամենը պետք է արվի։ Բայց Ռուսաստանն էլ նույն պատրվակով, ճիշտ է, իր մոտ պատրվակ էր ի տարբերություն Հայաստանի, Դոնբաս մտավ, չէ, որպեսզի փրկի իբր ռուս բնակչությանը ցեղասպանությունից։ Մեր դեպքում ինչքան էլ դա իրական էր լինելու եւ միջազգային հանրությունը ասենք թե չէր դատապարտի, բայց չէր էլ աջակցի, տեսանելի էր մեր համար։ Եվ մենք մենակ էլի կանգնելու ենք այդ կոալիցիայի արչև, իսկ այդ կոալիցիայի թիկունքում Ռուսաստանն էր, իսկ անդամները նաև Թուրքիան, էլ Իսրայելն ու Պակիստանը եւ ջիհադիստներ չասեմ։ Եվ մենք կարողանալու ենք 44 օրյա պատերազմի պարտությունից հետո, այս անգամ արդեն զինա թափված ըստ էության զենքերի այդպես մեծ վերականգնում չունեցանք մենք այդ տարվա ընթացքում, որտեղ ռուսների վրա են հույսներ դրել Հայաստանի իշխանությունը, ռուսները զենքը չմատակարարեցին։ Մեր նաև հոգեբանական վիճակը, այդ դեպրեսիվ վիճակը եւ այլ, այդ ամեն ինչով հանդերձ մենք կարողանալու ենք հաղթել Ադրբեջանի բանակին։ Իսկ եթե դու մի քայլ անում ես, բացի այդ ճարահաճալ, ինչ որ էմոցիոնալ հիմնավորումներից պետքա པարզ հաշվարկ նաև ունենաս, չէ՞։ Եթե ուզում ես վերջը ինչ որ բանի հասնես, այլ ոչ թե ուղղակի հոգուտ պարտք կկատարես եւ վերջնականապես կործանվես արդյունքում։ Ակնհայտ էր, որ մեր ուժերը չէր պատելու այդ պահին ինչ որ բան անելու Արցախայցության համար։ Դրա համար ինչքան էլ ցավալի, բայց Հայաստանի իշխանությունները որոշեցին չմիջամտել եւ ընդամենը ընդունել Արցախահայությանը, տեղավորել, աջակցել եւ այլն, եւ ի տարբերություն Ադրբեջանի, որը իր բոլոր փախստականներին 94 թվականից ի վեր 20 տարի համարը պահում էր վրանային բաներում, տուն չէր տալիս հատուկ, չէր ֆինանսարում, որ այդ բարդ վիճակը օգտագործել ուղղակի քարոզչական նպատակներով։ Հայաստանի իշխանությունները ուրիշ ճանապարհ վերցրեցին, աջակցել այդ մարդկանց, տեղավորել հնարավորինս, հա, եւ ինչ որ նպաստներով եւ այլն աջակցել։ Եվ այդ աջակցման գործում նաեւ այ միջազգային հանրությունը
մասնակցեց ինչ-որ չափով, հա։ Այ ռացիոնալ եւ էմոցիոնալ մոտեցումների տարբերությունը, հա։ Եթե մենք ունենայինք մի իշխանություն, որ այդ պատմական Հայաստանի ինչ-որ ուրեմն էմոցիոնալ որոշումներ կայացնելու ֆոն ունենար, եւ այդ ֆոնով քաղաքական որոշումներ կայացներ, մենք վերջնականապես կործանվելու ենք, որտեղ ակնհայտ էր, որ Ադրբեջանը օգտվելով նրանց, որ Հայաստանը միջամտում է, արդեն էլ չէր սահմանափակվելու միայն Արցախով, այլ մտնելու էր Հայաստանի տարածք։ Ակնհայտ է, որ դրա արդյունքում ստիպված ենք լինելու ինչ-որ մեկից խնդրել օգնություն եւ դա լինել է Ռուսաստան եւ ակնհայտ է, թե դրա դիմաց Ռուսաստանը մեզանից ինչեր պահանջելու։ Մենք ոչ Սյունիք ենք ունենալու արդյունքում, ոչ էլ անկախություն ունենալու ենք մի հատ սահմանափակ տարածքով Ռուսաստան-Բելարուս միությանը կցված մի հատ ինչ-որ գուբերնիա կառավարվող Ռուսաստանի դրածող համաճիկներով։ Վերջ։ Այսինքն մենք ինչ արդյունքի ենք հասնելու, եթե մենք ունենայինք ոչ թե ռացիոնալ իրական Հայաստանի այս իշխանությունների կողմից ձևակերպումը օգտագործենք, հա, որտեղ այլ ձևակերպում այս պահի դրությամբ չունենք, եթե չունենայինք դա, այլ ունենայինք այդ պատմական Հայաստանի էմոցիոնալ ինչ-որ մոտեցումները։ Այսինքն Պարզ, եթե համեմատություն անենք Ադրբեջանի հետ, պատկերացրեք, որ 90-ականների այդ պարտությունից հետո Ադրբեջանում էլ գերակա էր ինչ-որ պատմական, էմոցիոնալ ֆոնը, եւ այնտեղ հաղթեին ուժեր, որոնք ասեին, չէ, հենց հիմա գնացեք ազատագրեք, որտեղ իրանք մտածում են, որ պետք է ազատագրեն այդ կորցրած տարածքները եւ այլն, եւ իրանք էլ մի անգամ էլ հարձակվեին ու այն ժամանակ բնականաբար պարտվելու էին, եւ այդ ժամանակ վերջնականապես մենք հարցը լուծեինք, ասենք դες արդեն համը հանեցին, արդեն երկրորդ անգամ պատերազմ է անձազերծում, Արցախահայությանը պետք է վերջնականապես անկախությունը ճանաչել, միջազգային հանրությունն է ասել, հա դե ոնց որ թե իրոք ուրիշ տարբերակ չկա։ Եվ իրականում կկործանվեր Ադրբեջանի պետությունը, որտեղ կորցնելով այդ ամբողջ տարածքները եւ Արցախը այնտեղ արդեն ուրիշները գլուխ կբարձրացնեն իրենց ազգային փոքրամասնությունները, իրենց ներսի խնդիրները ավելի կխորանան եւ այլն եւ կկործանվեն։ Այսինքն ռացիոնալ մոտեցումը միշտ ենթադրում է իրողությունների հաշվի առնել քաղաքական, աշխարհաքաղաքական, ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացների հաշվի առնելը սթափ, հանգիստ, ռացիոնալ մտածողությամբ։ Առանց հրաժարվելու հոգու խորքում քո իղձերից, քո էմոցիաներից մարդ ենք, ոչ մեկս էլ չի կարող էմոցիաներից հրաժարվի, հա, բայց միշտ պետք է այդ էմոցիաները կարողանանք, ասենք, հույզերը մեր կարողանանք կառավարել բանականությամբ եւ դա է իրականում այդ փոփոխության ամբողջ բովանդակությունը, ոնց որ դա ես եմ հասկանում, հա։ Այդ մոդեռնիզացիան մենակ տնտեսության, տեխնոլոգիաների, արտադրողականության մեջ չի, որ կարևոր է։ Այդ մոդեռնիզացիան նախ եւ առաջ արդիականացումը կարևոր է մտածողության մեջ, որովհետեւ դու ժամանակակից աշխարհին համապատասխանես։ Նույնիսկ քաղաքացիության կոնցեպտը, տեսեք, ազգային պետության կոնցեպտը։ Մենք ազգ ասելով, մենք միջև հիմա հասկանում ենք էթնիկ հայ ազգը, չէ՞։ Ամբողջ աշխարհը վաղուց ազգ ասելով nation, պատահական չի անգլերենում է nation նկատի ունեն այդ պետությունը հենց, պետությունը որպես ազգ, այդ պետության բոլոր բնակիչներին որպես ազգ, անկախ էթնիկ պատկանելությունից։ Լայն իմաստով մեր ազգի մաս են նաև օրինակ եզդիները Հայաստանում բնակվող։ Նացիոնալնիստի բառներ, էթնիկությունը, հենց դա, որտեղ էթնիկությունը եւ ազգայինը մեր մոտ չի տարանջատվում։ Էթնիկությունը, հա, էթնիկությունը բոլորն էլ իրենց էթնիկությունը լավ է որ պահպանեն, որտեղ բազմազանության մեջ է հարստությունը նաև մարդկության։ Ոչ մեկ չի ասում, որ էթնիկությունները թող վերանան։ Չէ, բայց ազգային կոնցեպտը, քաղաքացիական կոնցեպտը եթե ազգություն եւ ազգ, լավ, բարձր։ Այ հիմա այդ իմաստով իհարկե մենք կամաց-կամաց պետք է այդ մտածողությունն էլ փոխենք, որ ավելի կենտրոնական եւ ուրեմն առանցքային է մեր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության եւ որոշումների կայացման տեսակետից եւ պատասխանատվությունը կրելու տեսակետից այդ որոշումների համար, որտեղ մի բան է, երբ որ դու տեղում հաշվարկում ես ու տեսնում ես, որ ոնց որ թե այս պահին եթե ինչ որ քայլի դիմես կպարտվես ու դու գիտես, որ նես չի որ մենք պատրաստ չենք ինչ որ զոհողությունների, հա, յուրաքանչյուրս էլ, բայց մի բան է, որ գիտես, որ արդյունք չի լինելու քո քայլից եւ էզուտ էմոցիոնալ ուղղակի ճարահատյալ ինչ որ քայլ ես անում եւ կործանվում ես մահ կամ ազատություն ուրեմն սկզբունքի շրջանակներում։ Բայց դու ես կրում դրա պատասխանատվությունը։ Մի բան է, երբ որ դու արտասահմանում նստած, պարտադիր չի, սփյուռքահայ չասեմ, նաև Հայաստանից արտագաղթած քաղաքացիներ կարող են լինել, բոլորին դա չի վերաբերում, որտեղ այնտեղ էլ ռացիոնալ մտածող շատ մարդիկ կան։ Բայց ինչ որ մարդիկ ասեն, դե ոչինչ կապ չունի, հիմա կկործանենք, ուրեմն մեր ճակատագիրն է, հետա մեկա, գնացեք հարցակվեք, այս պահին պետքա մեր էմոցիոնալ այդ բանը
սպառենք, հա, ասենք։ Բայց իրենք արդեն նահանջել են, քանի իրենք դեռ արդեն ստեղ չեն, հա։ Չէ, բայց իրենք $100 նշանակում է նահանջել են։ Իրենք իրենց պարտքը կկատարեն, $100 կուղարկեն։ Հրամանի մասին է խոսքը ռազմի դաշտում, այդպիսի հրաման էլ գոյություն ունի, նահանջի հրաման։ Դուք դրա մասին եք պատմում, որ քաղաքական իրավիճակներում կա այդպիսի պահ, որ նահանջել է պետք։ Ես միշտ ասել եմ, որ մենք ամեն դեպքում մեր ռազմավարական նպատակները եւ ռազմավարական քայլերը չպետք է շփոթենք մարտավարության եւ մարտավարական քայլերի հետ։ Ես չեմ ասել երբեք, որ մեր ռազմավարության մեջ մենք պետք է ուրեմն մոռանանք մեր արդարադատության մասին։ Էլի չեմ ասում, ոչ վրեժխնդրության մասին, հա, ոչ ինչ որ պատմական բաների մասին, ոչ Տիգրան Մեծի Հայաստանի մասին, այդ աբսուրդ բաների այդ կոնցեպտներից դուրս եմ բնականաբար։ Ես խոսում եմ արդարադատության մասին։ Այսինքն իրավունքի մասին։ Իհարկե իրավունքի, որի Փաստերով ամրագրված իրավունք։ Այո, որի հարցում ենք համահունչ ենք նաև աշխարհի հետ, այդ մոդեռնիզացիային դա չի հակասում, բայց հասկանալով, որ քանի դեռ այսօր համաշխարհային մակարդակով միջազգային իրավունքը չի գործում, փաստացի չի, ամբողջությամբ չասեմ, բայց խեղաթյուրված է շատ։ Նաև Ռուսաստանի ջանքերով, նաև Արևմուտքի երկակի ստանդարտների շատ դեպքերում կիրառելու պատճառով, Տրամպի իշխանության գալու պատճառով բազմաթիվ հանգամանքներ կան։ Չի գործում։ Մենք չենք կարող միջազգային իրավունքի ամբողջ այդ իրացնելիության բեռը վերցնել մեր փխրուն այս 3 միլիոնանոց հանրապետության ուսերին։ Մենք ուրեմն պետք է հասկանալով եւ հարմարվելով, համակերպվելով այդ փաստի հետ, սկսենք ուղղակի պատրաստվել, ուժեղանալ այնքան, որ երբ որ այդ հնարավորություն ունենանք միջազգային իրավունքի իրականացման, այդ թվում մեր հարցերում, այդ թվում մեր տարածաշրջանում, այն ժամանակ իրացնենք եւ դա պարտադիր չի լինի պատերազմի միջոցով բնականաբար այնքան ուժեղ լինենք, որ նաեւ առանց որևէ ռազմական ինչ-որ գործողությունների կարողանանք հասնել մեր նպատակներին եւ դա հնարավոր է ժամանակակից աշխարհում, երբ որ արհեստական բանականություն իրականում արհեստական ինտելեկտը գալիս է շատ հարցեր եւ փոխարինելու եւ լուծելու եւ նոր խնդիրներ առաջացնելու ոմանց համար։ Հիմա դու պետքա որոշես այդ խնդիրները քո դեմ էլ առաջանալու, թե դու կարողանալու ես տիրապետել, կառավարել եւ դու օգտագործես ուրիշների մոտ այդ խնդիրները առաջացնելու համար լավ իմաստով, հա, ոչ թե վնաս տալու, այլ ելի եմ ասում արդարադատությունը հաստատելու։ Շնորհակալություն, հաջորդ հայտարարությանը անդրադառնանք, երկու հայտարարություն, որոնք արտաքին կապերի հետ են առնչվում, առաջինը Ռուսաստանին է վերաբերում, բայց եկեք այնուամենայնիվ առաջինը դրանից չսկսենք, Թուրքիայի մասով ինչ ասեց Փաշինյանը, նա ասեց մոտ ապագայում մենք ցամաքային կապեր կունենանք Թուրքիայի հետ։ Այստեղ ինչու եմ ես այս հարցը հիմա բարձրացնում, որովհետև գիտենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները նրանք փոխկապակցված են Ադրբեջանի հետ հարաբերություններով։ Ադրբեջանը իր հարաբերությունները Հայաստանի հետ կապում է սահմանադրության փոփոխության հետ։ Եվ Փաշինյանի այս հայտարարությունը, որ նոր սահմանադրության այդ բովանդակային մասով մենք խոսեցինք այդ գաղափարախոսությունը, նոր սահմանադրության ընդունման հետ կապված հանրաքվեի է պատրաստվում, նշանակում է արդյոք, եթե ասում է մոտ ապագայում ցամաքային կապեր կունենանք, նշանակում է, որ դե չեմ կարող ասել դա արտահերտ ընտրությունների մասին ակնարկ է թե ոչ, քանի դեռ Ֆիդանն էլ հիշում ենք ասեց առաջին կիսամյակում է լինելու 26 թվականի, դա մինչև հունիսն է, մինչև ընտրություններն են, գուցեև արտահերտ ընտրություններ, բայց նշանակում է արդյոք, որ որոշումը կայացրած է, այո, Ադրբեջանը նորից, կարծեմ այսօր էլ հայտարարեց խաղաղության այս պատմական հնարավորությունից օգտվելու համար, ասում է Ադրբեջանի արտգործնախարարությունը, վերացրեք սահմանադրության մեջ ուրեմն տարածքային պահանջները, նշանակում է արդյոք հարցս ձևակերպեմ այս նախապատմությունից, նախաբանից հետո, նշանակում է արդյոք, որ քաղաքական որոշումը կայացված է, սահմանադրության մեջից այդ հղումը հռչակագրին հանվելու է, այստեղ եւս ռացիոնալ մոտեցում է, ինչպես դուք եք ձևակերպում, դրսևորվելու եւ այդ հարցը լուծված է, քանի դեռ վստահ է, որ մոտ ապագայում ցամաքային կապ կունենանք Թուրքիայի հետ։ Տեսեք, իմ նախորդ ասացի նաև որպես շարունակություն եւ այդ խորապատկերին, նույն Թուրքիայի հետ հարաբերությունները, Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է ծառայեցվեն մեր այսօրվա գլխավոր մարտավարական նպատակին, որն է հզորանալը։ Վերականգնվել նույնիսկ չեմ ուզում ասել, հզորանալը։ Դա իմ համար մարտավարական նպատակ է, որտեղ ինքը ռազմավարական նպատակ չի կարող լինել, ինքը ինչ որ բանի համար է արվում, մենք հզորանալու ենք ինչ որ բանի համար, թե ինչի համար այդ թող որոշեն այն սերունդները, որոնք այդ հզորացման պահին արդեն կկառավարեն, կտիրապետեն, հա, եւ կիշխեն Հայաստանում, այդ թվում ես նկատում եմ ժողովուրդը նախ եւ առաջ, որը իշխանության կրողն է գլխավոր։
կլինի դա 20 տարի հետո, 30 տարի հետո, ինչպես Ադրբեջանը 30 տարի հզորացավ, չէ՞, ինքը բավականի հետևողականորեն հիմա նավթի Եվ շնորհիվ շարունակում է պետք է ասել։ Հա, մենք էլ ուրիշ պետք է ուրիշ ռեսուրսների շնորհիվ հզորանանք ու դրա խոչընդոտները պետք է վերացնենք։ Այդ խոչընդոտներից են սահմանների փակ լինելը, հարևանների հարաբերության չկարգավորվածությունը, որը մշտապես Դոմոկլեսյան սրի պես մեր գլխին կանգնած է լինելու եւ մենք հզորանալու փոխարեն պետք է ուրեմն ահագին մեծ ռեսուրսներ ծախսենք օրախնդիր ինչ որ պաշտպանական հարցերի, լոգիստիկ գերավճարների ուրեմն համար, այսինքն նույն Թուրքիայի այդ առևտուրը Վրաստանի միջոցով անեն եւ այնտեղ Վրաստանը հարստանա ամենայն հարգանքով Վրաստանի հանդեպ այդ իրավունք ունի, բայց մենք ինչի ենք հարստացնում ուրիշ երկրին, եթե կարանք ուղիղ անենք այդ առևտուրը։ Երկաթգիծ օգտագործենք ճանապարհների բեռնափոխադրող այդ ֆուրերի փոխարեն, երկաթգիծը ավելի էժան է, այնտեղ էլ քիչ ծախսանենք։ Եվ վերջո, երբ որ դու հարևանների հետ ավելի նորմալ հարաբերությունների մեջ ես, դու ավելի մեծ ռեսուրսներ կարող ես տրամադրել տնտեսության զարգացման վրա, հա։ Էդ է ուրեմն գլխավոր։ Այսինքն նժարի վրա դնում ենք Թուրքիայի հետ հարաբերություններ սահմանի բացում եւ երկրորդը այդ Ադրբեջանի պահանջը նվազագույնը այս պահանջը սահմանադրության մեջից ասում են նա տարածքային պահանջները հանեք այս նժարի մեջ իրանք մի կետի վրա են սևեռվել դե մենք գիտենք այլ կետերն այլ կետեր չկա, ինչ այլ կետ։ Լավ մի կետ է, որը որ հղում է հռչակագրի վրա։ Հիմա եթե որը ասում է, որ Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը վերամիավորվում է Լեռնային Ղարաբաղ ինքնավար մարզի հետ։ Որը ես ասում եմ միշտ էլ ասել եմ նոնսենս է, այդ վաղուց չգործող փաստաթուղթ է։ Հենց չի գործում ոչ թե Ադրբեջանի, ոչ թե Թուրքիայի ձեռամբ, այլ Արցախի ժողովրդի որոշմամբ, որովհետև ինքը նաև դրանից հետո անկախության հռչակում է տեղի ունեցել։ Հանրաքվե արել եւ անկախացել է։ Այլ ոչ թե վերամիավորվել է Հայաստանի հետ։ Հասկանալի է, որ ունենալով ժամանակ անկախ նրանից, որ ինքնին այդ որոշումը օրինական ուժ չստացավ, որովհետև սովետական միության շրջանակներում որոշակի ընթացակարգեր չկարողացավ անցնել, չանցավ ու անվավեր եղավ։ Բայց նույնիսկ այդ անվավեր լինելուց հետո էլ ուրիշ որոշում եղավ դա փոխարինելու։ Եվ առնվազն, եթե մենք դա ընդունում ենք, որ վավեր որոշում էր, ուրեմն այդ Արցախի ժողովուրդը որոշել է Հայաստանից անկախանալ։ Մի ուրիշ абսուրդ էլ դա է իհարկե։ Հիմա, այսինքն այդ կետը փոխելը խնդիր չի եւ ուղղակի Ադրբեջանը եւ Ալիևը անդադար շեշտադրելով, սեղմելով ուզում է հակառակը սաբոտաժ անի, որ չանցնի, որ Հայաստանում այդ փոփոխությունը տեղի չունենա, որ ինքը միշտ կազոս բելի պատճառ ունենա, ասի, ահա տեսեք, դուք ձեր ժողովուրդն էլ է ասում, որ դուք պատրաստ չեք հիմա խաղաղության, դուք միշտ ձեր ժողովուրդը ուզում է ռևանշ Արցախը հետ վերցնել եւ այլն, չէ՞։ Այդ է իրան պետք։ Նույնը ոնց որ եթե էլի եմ ասում հակառակ հայլային վերցնենք 90-ականների վերջը նայենք, Հայաստանը այնքան խելամիտ եւ հեռատես լիներ, որ կոպիտ ասած սադրեր Ադրբեջանին, որ 90-ականների վերջերին հարձակվեր Ադրբեջանը Արցախի վրա, որ մենք կարողանանք այդ հարցը վերջնականապես լուծել։ Ադրբեջանի հարցն էլ հետ է։ Հիմա այն ժամանակ Հայաստանի իշխանությունները դա չարեցին, որտեղ այնտեղ ամեն դեպքում Ռուսաստանն էր որոշողը Հայաստանում, ինչ հատկապես 98-ից հետո եւ այլն, եւ 99-ից հետո, հոկտեմբերի 27-ից հետո։ Եվ նույնը Ադրբեջանը չարեց, որտեղ ինքն էլ արդեն հրահար ռազմավարությունը մշակեց, որի շրջանակներում մարտավարական քայլեր սկսեց ձեռնարկել հզորանալ։ Այնպես որ այդ իմաստով մենք իհարկե հիմա կարիք ունենք այդ սահմանադրության փոփոխություններ չկապել ինչ որ դրսի միջամտությունների հետ։ Եվ 4-րդ հանրապետության հռչակումը նաև փորձ է այդ գործընթացը հեշտացնելու, որտեղ եթե դու հռչակագիրը հանում ես, քո 3-րդ հանրապետության վրա հղում անող հռչակագիրը, դա ինչ որ բանով պիտի փոխարինես։ Բայց այդտեղ էլ մի ուրիշ խնդիր կա։ Իրավական տեսակետից հանգարց խնդիր չդառնա մեր գլխին, այն որ մենք նոր հանրապետություն ենք հռչակում եւ դրանով ըստ էության հարցականի տակ ենք դնում 3-րդ հանրապետության լեգիտիմությունը։ Որտեվ մի բանը, հա, կարող ես դու իրավահաջորդ հռչակել քեզ 3-րդ հանրապետության, այդ դեպքում այդ նույն հռչակագիրը մեկը շարունակում է գործել։ Եվ այդ հռչակագրից դու չես կարողանում ազատվես, հա։ Ուրիշ բան է, որ կարող է ուղղակի հեղում չանես համանadrության մեջ այդ հռչակագրի վրա, այդ հեղման պահը հանես։ Մի խոսքով, դե նաև իրավական հարցեր են, որը ճիշտ կլինի միջազգային իրավունքի մասնագետները այդ հարցերին պատասխանել, որ ել եմ ասում, մենք մեր ոտերի տակ ական չդնենք, որ Ռուսաստանը վաղ գա ասի, այս ինչ պետություն է։
մենք գիտենք պետություն Ալմատի հռչակագրով երրորդ հանրապետությունն էր, որը որ անկախացել էր Խորհրդային Միությունից, ընդ որում միակ պետությունն էր, որը Խորհրդային Միության բոլոր ընթացակարգերով անկախացել էր Խորհրդային Միությունից։ Մնացած բոլորը խնդիր ունեն, որտեվ եթե Խորհրդային Միությունը ինչ-որ մեկը որոշի վերականգնել, իրավական տեսակետից կարող ասի, այդ ինչ Բելովուժյան հավաք էր, այդ ինչ օրենքներով եք դուք անջատվել, կարորենք Խորհրդային Միությունից դուրս գալու։ Դուք ոչ մեկը բացի Հայաստանից այդ օրենքը չեք ապահովել։ Հայաստան նույնիսկ այն ժամանակ, երբ որ բոլորը հռչակեցին անկախացան, Հայաստանը հələ սպասում էր 6 ամիսը լռանա, որ հանրակրվեն նշանակի, որտեղ Խորհրդային Միություն օրենքը Խորհրդային Միությունից դուրս գալու մասին դա էր պահանջում։ Այդ բոլոր ընթացակարգերը պահպանելով նոր դուրս եկավ։ Հաջորդ թեման շատ վերջի շրջանում մենք ասում ենք Եվրամիության թեմայով կարծես թե ոչ մի խոսակցություն չկա, ոչ մի շարժ չկա, ակտիվություն չկա, եւ ահա Փաշինյանը անդրադարձավ այդ հարցին, ձևակերպումը այսպեսին է. Եվրամիության անդամակցության ուղղությամբ արվող քայլերի ակտիվացում է հռչակվում։ Ուրեմն նախ քայլերի ակտիվացում այս ձևակերպումը ունենք եւ երկրորդը չհակադրելով շարունակում է Փաշինյանը ռեգիոնալիզացմանը եւ պահպանելով բալանսավորման քաղաքականությունը եւ այսպես Եվրամիության անդամակցության հարցում հռչակվում է քայլերի ակտիվացում եւ երկրորդ կողմը ռեգիոնալիզացիան շարունակվում է չեն հակասում իրար ասում է Փաշինյանը դուք ինչ եք ասում Ուրեմն տեսեք Եթե կա երկու կոնցեպտ, որոնք թվում է կարող են իրար հակասել, որտեղ ամեն դեպքում կարող է մարդ մտածել, որ ռեգիոնալիզացիան դա ռեգիոնին ավելի շատ սերտ աճելու մասին է, ռեգիոնի հետ ավելի խորացնելու հարաբերությունները դրա մասին է, ասենք մեր ռեգիոնի, ոչ թե ավելի լայն, որտեղ Եվրամիությունն էլ է ռեգիոն։ Այստեղ պարզապես Ռուսաստանը դիտարկվում է որպես ռեգիոնալ խաղացող, դա դիտարկվում է։ Այո, մասամբ, այո։ Ոչ միայն Թուրքիա, Ադրբեջան, Իրան, այլ նաև Վրաստան, նաև, հա, վերջը 3+3 կա նաև ռեգիոնի արտահայտող 3+3 կա, չէ՞։ Եւ եվրոպացիներ։ Եվ Եվրամիությունը, որպես Եվրամիության ինտեգրում արդեն Եվրամիության անդամակցության։ Եթե մենք այդ երկու կոնցեպտները նայում ենք, մենք պետք է տեսնենք որն ավելի որոշակի։ Ավելի որոշակի է Եվրամիությունը։ Ինչի է նշանակում որոշակի։ Օրենքներ հստակ սկզբունքներ, չափորոշիչներ կա։ Եթե դու ասում ես ես ակտիվացնելու եմ ջանքերը Եվրամիության անդամակցության, դա կոնկրետ բան է նշանակում, կոնկրետ քայլեր է նշանակում, կոնկրետ չափորոշիչներին համապատասխանել է նշանակում։ Երբ որ դու ասում ես ռեգիոնալիզացիա, այստեղ ոչ մի կոնկրետ բան չկա, դու ընդհանրապես ասում ես հարաբերությունները բարելավում է նշանակում, տնտեսական բաներ հարաբերություն զարգացնելու։ Իհարկե դա չի հակասում նրան։ Այնքանով, ինչքանով չի հակասում կոնկրետ այդ չափորոշիչներին, որ մասով կոնկրետ հակասի, արդեն դու կարաս ասես, այստեղ որոշակի է, ես սրանց ստորագրել եմ սրա տակ կոպիտ ասած, այստեղ անորոշ է, այնպես որ կարամ սա հարմարեցնեմ այս որոշակիին։ Օրինակ ԵԱՏՄ եւ Եվրամիության հարցում այդտեղ արդեն Ռուսաստանը հարցեր բարձրացնում, ճիշտ է։ Այդ դա միակ բանն է, որը վերաբերում է կոնկրետ Ռուսաստանին, այլ ոչ թե մնացած մեր ռեգիոնի մնացած անդամներին, եւ հակառակը ինչ որ իմաստով նաեւ հակասում է մնացած մեր ռեգիոնի անդամների հետ մեր հարաբերություններին, օրինակ Վրաստանի, որը Եվրամիության մաքսային գոտում է, եւ Թուրքիային, որը Եվրամիության մաքսային գոտում է, հակասում է, չէ՞։ Ուրեմն մենք պետք է այդտեղ արդեն որոշենք, կողմնորոշվենք, կամ ստե, ինչ որ մի բան բնականաբար կողմնորոշվելու ենք եւ բարձա թե ում օգտին ալնելու այդ կողմնորոշումը։ Դա ալնելու Եվրամիության օգտին, որովհետեւ կա օրենք Հայաստանի Հանրապետության, Եվրամիության անդամակցության ճանապարհը անցնելու։ Եվ նաեւ կա պարզ քաղաքական տրամաբանություն, որ Ռուսաստանը այդ գործիքը միշտ մեր դեմ է կիրառել։ Այսօր էլ 450 ֆուր հայկական ուրեմն կանգնեցված են, նույնիսկ մարդկա ասում է ձերբակալված են, որ չեն թողում ոչ միտեղ գնան, իսկ ինչ որ ճնշում է գործադրում, եթե ամբողջությամբ փակի Լարսը, հա, դա Հայաստանի իշխանությունները ուզեն թե չուզեն ճարահաճալ, պետք է ասեն դե դուրս են գալի ԵԱՏՄ-ից, ոնց որ 23 թվականի դեկտեմբերին արդեն մի անգամ սպառնացին եւ բացեցին մի անգամից Լարսը։ Բայց իրանք դրա համար ամբողջությամբ չեն փակում, իրանք սեգմենտներով, մի քանի 100 բեռնատար, հետո ինչ որ սանիտարական բաներ, խնդիրներ, հետո Վրաստանի միջոցով իրենց կապերը օգտագործելով վրացական իշխանությունների հետ, Վրաստանում ինչ որ բաներ փակելով բեռնատարներ կանգնեցնելով, որ հետո ասեն մենք ինչ գործ ունենք ԵԱՏՄ-ի հետ ինչ կապ ունի եւ այլն, բայց համենայն դեպս քանի որ մենք գիտենք այդտեղ ծայրից ծայր խոչընդոտու պրոբլեմա ԵԱՏՄ-ն բնականաբար ինչքան շուտ ազատվենք, ինչքան շուտ բեռնափոխադրումներն ու այդ առևտրային կապերը փոխենք Ռուսաստանից դեպի այլ երկրներ, համենայնդեպս այնքան որ Ռուսաստանն էլ իմաստ չունենա, այդ կապերը մեր դեմ օգտագործել, այդքան հզոր ու ծավալուն չլինեն այդ կապերը, որ ինքը կարողանա մեր դեմ օգտագործել, իհարկե բնականաբար դուրս պետք է գանք ԵԱՏՄ-ից։ Եվ նշ չի որ Հայաստանի իշխանությունները այդ ակնարկները չեն արել դրա վերաբերյալ։ Եվ Ռուսաստանի հետ հարաբերություններին է անդրադարձել, մենք կշարունակենք ամրապնդել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, այսինքն Ռուսաստանի հետ անգամ
անգամ եթե ԵԱՏՄ-ից ենք դուրս գալի, հապկում սառեցրված է, պետք է հասկանալ, չի նշանակում, որ մենք թշնամաբար ենք վերաբերվում, անգամ այսպիսի ձևակերպում եղավ Փաշինյանից, կան գործընկերներ, որոնք գնահատականներ ունեն, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում, ես Ալեն Սիմոնյանին հիշեցի, բայց դա կարևոր չէ, երևի էլի են եղել, նա ասում է ցավոք, ռուսական մամուլում այո, տարբեր քաղաքական գործիչներ տալիս են այդպիսի եզրակացություն անելու մեզ առիթ, բայց մենք կշարունակենք ամրապնդել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նշանակում է Եվրամիության անդամակցության ակտիվացում, նշանակում է ռեգիոնալիզացիա, ընդհանուր Թուրքիա, Ադրբեջան, Իրան եւ առանձին Ռուսաստանի հետ հարաբերություններ։ Հնարավոր է դա, թե ոչ։ Մի հարց է հնարավոր է թե չէ, մի հարց է նման բարի կամքի հայտարարություններ անել, հա։ Քաղաքականապես նպատակահարմար է միշտ բարի ինչ-որ էներգետիկա տարածել։ Բոլորի հետ էլ ուզում եմ լավ հարաբերություններ, ոչ մեկի հետ էլ չեմ ուզում թշնամանամ։ Ռուսաստան, դու անդադ իմ դեմ քայլեր ես անում, բայց ես հակադարձում եմ բարի ռետորաբանությամբ, անկախ նրանից, որ իմ քայլերում հակադարձում եմ։ Իմ քայլերում բերում եմ որոշ բաներ իմ իրավական դաշտ։ Իմ քայլերում հայկական էլեկտրական ցանցերը ուզում եմ ազգայնացնեմ եւ ազգայնացնում եմ այդ գործընթացը սկսում եմ։ Իմ քայլերում քեզ հանում եմ տարբեր տեղերից, սահմաններից, օդանավականից եւ այլ տեղերից։ Իմ քայլերում դիվերսիֆիկացնում եմ առևտրաշրջանառությունը, որ քո հետ քիչ առևտուր անեմ, ուրիշներ շատ առ։ Բայց ռետորաբանության մեջ ասում եմ, ես քո հետ ուզում եմ մենակ լավով լինեմ։ Ոչ մի խնդիր քո հետ չունեմ։ Դա բարձ դիվանագիտություն է եւ դա էլ եթե չարվեր, ես կզարմանայի, էլի, եւ զարմանում եմ, երբ որ ինչ-որ մարդիկ ամեն ինչ սենց համատարած քննադատելու մոլուցկով դա էլ քննադատում են, թե ինչի ես այդպիսի բաներ ասում։ Բա թող ելներ ասել Ռուսաստան, ես ուզում եմ քո հետ թշնամանամ։ Լավ, հիմա իմ հարցս իսկ հնարավոր է թե ոչ։ Իրատեսական է թե ոչ, որ Ռուսաստանը այդպես չի նայում դու քո ռետորաբանությանը, նա։ Չէ, նայում է, չի նայում, կապ չունի, դու ֆոն ես ստեղծում։ Չի, ասեցիք նայում է, լավ, ասեք նայում։ Ֆոնը ամեն դեպքում ստեղծում ես, պարզ է, այդ ֆոնը ինչքան էլ միջև հիմա էլ էր ստեղծում, բայց դա չի խանգարում պարբերաբար Ռուսաստանին քո դեմ քայլեր ձեռնարկի, պարզ է։ Ես չեմ ասում, որ դա երաշխիք է, որ դու ինչ-որ գեղեցիկ բաներ ես ասում, Ռուսաստանը ասում է դե լավ, որ ասում է ավելի սուր հարցը դնեմ, ավելի ոչ թե սուր, այլ ավելի կենտրոնացնեմ։ Եվրամիության անդամակցության ուղղությամբ ակտիվացումը Ռուսաստանը չի խոչընդոտի, փափուկ կընդունի, այսպես ոչ մի ձևով կընդունի, անտարբեր դիտարկի, ոնց ես դու ակտիվացնում քո հարաբերությունները Եվրամիության հետ։ Եթե կարողանա, ամեն ինչ էլ կանի, որ դա տեղի չունենա։ Հիմա եթե կարողանար ամեն ինչ կաներ, որ Վաշինգտոնում այդ երակոմ համաձայնագրերը չկնքվեին, որտեղ իրան դուրս է մղում այդ Սյունիքի ճանապարհներից փաստացի այդ պայմանավորվածությունների շնորհիվ։ Չեղարկվում է ըստ էության նոյեմբերի 9-ի վերջնականապես արդեն նաև 9-րդ կետը, ընդ որում Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ։ Հա, իհարկե, եթե կարողանա, շատ բան կարողանա, բայց այսօր քանի դեռ այդքան էլ ի վիճակի չի շատ բաների խոչընդոտել։ Հայաստանը պետք է դրանից օգտվի եւ մաքսիմալ փոկվի, մաքսիմալ անկախանա այդ հրեշից, որը միշտ էլ պատրաստ է քեզ կուլ տա։ Ուղղակի հիմա չի կարող։ Քանի չի կարող, ավելի հեռացի, որ վաղը երբ որ կարողանա, արդեն շատ հեռու էլ լինես, չկարողանա կուլ տալ, այսինքն եթե ուժերը պատի, բայց արդեն ֆիզիկապես չկարողանա։ Եվ ասի, եթե ինչ-որ մի բան լինի, դա ինձանից չէր գալիս։ Ես բարի եմ տրամադրված։ Հայաստանը, հա, եւ Հայաստանը այդ միշտ ունենա այդ բանը, մանավանդ որ հիմա Ադրբեջանի հետ այդ ֆոնին սրման հարաբերությունները ռուս-ադրբեջանական ֆոնին, պետք չի որ մենք էլ մեր կողմից սրենք այդ հարաբերությունները, թող այդ կոպիտ ասած բացասական էներգիան Ռուսաստանի ուրիշ տեղ գնա, էլի։ Առավել ևս երևի թե ես հարցի տեսքով եմ տալիս, եթե Եվրամիության հետ ակտիվացումը եւ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը Եվրամիությունը չի դնում այդպիսի պահանջ, որպեսզի դու երեսդ թեքես եւ շրջվես Ռուսաստանից, չլինես Ռուսաստանի գործընկեր։ Տենց խնդիր դրված չէ։ Հայաստանի արչեւ Հայաստանի արծեվ հիմա դրված չի, որովհետև Հայաստան նույնիսկ տեխնացու անդամ չի, նույնիսկ չի դիմել դեռ պաշտոնապես Եվրամիության անդամ դառնալու։ Ինքը հռչակել է, որ ինքը այդ ճանապարհի վրա օրենքի մակարդակով հռչակել է, բայց միջև Հայաստանը գա հասնի այն կոնդիցիայի, հա, այն պայմաններին, երբ որ ինքը արդեն պետքա դիմի կամ պետքա նույնիսկ տեխնացու անդամ դառնա, որ արդեն իր հետ պարտավորությունները արտաքին քաղաքականության մեջ որոշակի նույնականացման, այդ ժամանակ արդեն բնականաբար շատ սանկցիաների էլ ստիպված կմիանանք, այն ինչ որ հիմա դեռ չենք միացել Ռուսաստանի, հիմնականում միացել ենք, բայց որոշ բաներին չենք միացել։ Եվ քաղաքականություն Ռուսաստանի, բայց այն ժամանակը գիտեք, այդ 5 տարի հետո չի
6 տարի հետո չի, ես ինչքան էլ հույս ունեմ, որ 30 թվականին մենք գուցեև կարողանանք ինչ-որ բանի հասնել, բայց պետք է ենթադրել, որ նույնիսկ 30 թվականին եթե դա լինի, շատ բան արդեն փոխված կլինի։ Ուկրաինայում պատերազմը չեմ կարծում դեռ 5 տարի էլ տևի։ 1 տարվա մաքսիմում ինչ-որ եթե ոչ այս աշնանը, որտեղ որ արդեն Ռուսաստանը կհասկանա այն հետևանքները, որ իր տնտեսությունը կրում է այդ պատերազմի արդյունքում կամ հետևանքով, ուրեմն կամ առավելագույնը մյուս տարի։ Այսինքն դրանից հետո արդեն շատ բան կորոշակի անի կամ այս կողմ կամ այն կողմ։ Եվ ես եւ բոլորս հույս ունենք, որ այս կողմ, այսինքն Ռուսաստանը ոչ թե կամրապնդվի, ոչ թե կգրավի ինչ որ տարածքներ Ուկրաինայից եւ այդտեղ կամրապնդվի, ոչ թե Եվրամիությունը կպարտվի հանձնելով, համաձայնվելով այդ ամեն ինչին, այլ լրիվ հակառակը։ Ռուսաստանը իր թուլանալու արդյունքում ինչ որ զիջումների կգնա, ինչ որ բաների կհամաձայնվի, որ գոնե պատերազմը ավարտվի, ռազմական գործողությունները ավարտվի, եւ ինքը այդ սանկցիաների տակ կսկսի ուղղակի շարունակել թուլանալ եւ ավելի մեծ հնարավորություն տալ մեզ անկախանալու։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիան ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ վերլուծաբան Հովսեփ Խուրշիդյանի հետ էինք զրուցում, զրուցը վարում էր Գայանե Արաքելյանը, բարին ընձեզ եւ լավ օր։